Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Եվ այսպես, Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը, հայտնի են դատավճիռները։ Այսպիսով դատարանի որոշմամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գեներալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը 20 տարվա ազատազրկման, պայմանավորված նրանց տարիքով։ Առանձնացված շինծու գործով դատվող Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հայ հանրությանը փոխանցել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» էսսեից մի միտք։ Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ էլ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Մինչ Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դառնում են Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներ։ Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին տեսաուղերձով ողջունել ու շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ։ Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանն իր ուղերձում բարձր է գնահատել նրանց խիզախ քայլերն ու վճռական կամքն ուղղված տևական խաղաղությանը։ Փաշինյանին եւ Ալիևին հղած շնորհավորական ուղերձում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արձանագրած առաջընթացը պատմական շրջադարձային կետ է համարել։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը վկայում է, թե ինչպիսին է մարդկային եղբայրության բուն էությունը։ Շնորհավորական տեսաուղերձներ են հղել նաեւ Հորդանանի թագավորը, Ուզբեկստանի, Ղրղստանի, Լիբանանի նախագահները։ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ Եվրամիությունը ռազմաքաղաքական միության է վերածվում, որը ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Նրա խոսքով կարևոր է Երևանը գիտակցի, որ Եվրամիությունը ավելի ու ավելի է հեռանում տնտեսական բլոկի մոդելից։ Օվերչուկն ընդգծել է նաև, որ Հայաստանը հասկանում է ԵԱՏՄ-ի հետ կապերի կարևորությունը, դրանց խզումը կազդի երկրի տնտեսության վրա, բայց Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ, ինչ որ պահի պետք է ընտրություն կատարվի։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան, որքան հնարավոր կլինի։ Միացյալ Նահանգների պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական թիմ, սկսելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հաղորդում են, որ աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում։ Եվ վերջում Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ կլրանա այս տարի, 2026-ին պետական մակարդակով կստանան հարգանքի եւ աջակցության նյութական արտահայտություն միանվագ 1 միլիոն դրամի չափով։ Համապատասխան որոշումն այսօր է կառավարությունն ընդունել։ Ըստ գործադիրի նպատակն է երախտագիտության եւ հարգանքի խորհրդանշական դրսեւորում ցուցաբերել նրանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին եւ հանրությանը։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է։ Կհանդիպենք։